Պարոն Մելիքյանը կներկայացնի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի։ Խոսքի ազատության կոմիտեն չի խախտում ավանդույթը եւ սեփական մշտադիտարկման արդյունքներն է ներկայացնում Armenpress-ի մամուլի սրահում ուղիղ հեռարձակմամբ։ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտման մասին է կառույցի երամսյակային զեկույցը։ Անդրադառնալով նախընտրական շրջանին կոմիտեի նախագահը նշեց, բարդ ժամանակահատվածում ենք ապրում, իսկ գալիք ամիսներին կրքերը ել ավելի կբորբոքվեն։ Շատ հաճախ այսպես կոնֆլիկտածին իրավիճակներ են ստեղծվում եւ այդ ամենը չի կարող բնականաբար չհասնել լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության վրա, սա նրանց համար նույնպես բարդ ժամանակահատված է։ Լրատվական դաշտի խիստ բևեռվածությունից խոսելիս Մելիքյանը նշեց, սրված իրավիճակներում երևույթը առավել ցայտուն է, որպես ասվածի վառ օրինակ Պաշտոնյան մեջ բերեց Վաշինգտոնի օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Ճնշող մեծամասնությունը լրատվամիջոցների դա լուսաբանում էին ըստ իրենց քաղաքական կողմնորոշումների եւ ակնհայտ էր, որ լրատվական դաշտում դեֆիցիտ էր ձևավորվել օբյեկտիվ բազմակողմանի ուրեմն վերլուծությունների եւ իրավիճակի ներկայացմանը։ Այդ նույնը վերաբերում է նաեւ այլ այսպես աղմկահարույց իրադարձությունների հետ, դրանց լուսաբանման հետ կապված, դա եւ Սամվել Կարապետյանի ձերբակալումներ եւ մի շարք այլ զարգացումներ ներքաղաքական իրավիճակի առումով։ Անդիմադիր մամուլը դժվարությամբ է աշխատում իշխանության ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ վերցնել կամ մեկնաբանություններ ստանալ ոչ միշտ է հեշտ ստացվում։ Եվ հակառակը իշխանամետ լրատվամիջոցները խնդիրներ են ունենում անդիմադիր գործիչների հետ, հաշվի առնելով միջազգային փորձը, սա մտահոգիչ փաստ է։ Եթե մենք այս երրորդ երամսյակի հիմնական առանձնահատկությունների մասին խոսենք, ապա պետք է նշենք, որ դրանցից գլխավորն այն է, որ այդ ճնշումների գերիշխող մասը իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Լրագրողների նկատմամբ տարբեր կառույցների ու պաշտոնյաների անընդունելի վերաբերմունքի, նրանցից որոշների հանդեպ բռնության օրինակներով Աշոտ Մելիքյանը շարունակեց ճեպազրույցը, նշելով, այս գործում դեռևս առաջընթացի մասին խոսելը վաղ է, շարունակելու են իրավապահ մարմիններից պահանջել համապատասխան քննություն եւ բացահայտում։ Հետընտրական շրջանում լրատվամիջոցների բևեռացման դեմ պետք է ինչ-որ բան անել, նշեց Մելիքյանը։